Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում կրկին ABC լուրերն են, ես Գառնու Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Երկու պատարակ և երկու զուգահեռ իրականություն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում։ Վերին պետություն և Հայաստանի Հանրապետություն, ինչ նարատիվ է դաշտ գցում իշխանությունը։ Երբ թվերն ավելի խոսուն են, քան պաշտոնական ամբիոններից հնչող հայտարարությունները, ինչպիսին է Հայաստանի տնտեսության իրական պատկերը։ Աղմուկ Կասկադի շուրջ Ավինյանը շնորհակալություն է հայտնում հեղինակներին, իսկ հեղինակի ընտանիքը ահազանգ հնչեցնում։ Հերթական կիրակնօրյա պատարակից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել նոր առաջարկով։ Պատարակներն սկսել պետական օրներգով։ Նրա խոսքով 301 թվականին հայ առաքելական եկեղեցին ստեղծել է պետությունը, պետության որոշմամբ, հետևաբար պետք է սկսել օրներգով։ Մենք խոսք է գնում վերին պետության մասին, վերին պետության մասին եւ պատարակից առաջ պետական օրներգի հնչեցնելը կարձանագրի կապը վերին եւ ներքին պետությունների միջև։ Փաշինյանի հավատադավ արշավանքը Գյումրիում էլ ավելի խորացրեց մեր հանրության մեջ այն գիտակցումը, որ Հայաստանի այսօրվա վարչապետը ուր գնում է, ցանում է պառակտություն, անհավատություն, դգշտություն, անօրենություն եւ պղծություն, համոզված է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նրա խոսքով հատուկ ջոկատայիններով գրավելով Սուրբ Յոթվերք եկեղեցին, նա վերածել է իր մասնակցությամբ քաղաքական շոուները ոստիկանական գործողությունների։ Նիկոլական կեղծ պատարակը ավելի նմանվում էր օտարածին ատելի իշխանության ժողովրդի նկատմամբ կատարվող բռնաճնշմանը, քան դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարակի։ Այս ցախողումները սակայն միայն ավելի են սրում մեր նորօրյա բռնապետացու մոլագարի ախորժակները։ Ստորիավ գծված գրառումը ցույց է տալիս, որ գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ հայ առաքելական եկեղեցին հիմնադրել են Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները, եւ ոչ թե հայոց պետությունը 301 թվականին։ Տեղյակ չի կամ իրեն կատարյալ հիմարի տեղ է դրել, որ ամբողջ աշխարհում պետության եւ դավանանքների սահմանները չեն համընկնում, որովհետեւ չեն կարող ամբողջությամբ համընկնել պետական իշխանության եւ հոգեվոր իշխանության տիրույթները։ Իսկ այս ամենին նախորդել էր Գյումրիի Յոթվերք եկեղեցում տեղի ունեցած պատարակը։ Երկու պատարակ եւ երկու զուգահեռ իրականություն։ Շիրակի թեմի բոլոր հոգեվորականները Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցում եւ մասնակցում էին պատարակի։ Թեմից ոչ մեկ ներկա չէր Յոթվերք եկեղեցում մատուցվող կեղծ պատարակին։ Յոթվերք եկեղեցում էր Նիկոլ Փաշինյանն ու պետական ապարատը, կառավարությունն ու ազգային ժողովի իշխող ֆրակցիայի անդամներ։ Քանի որ Շիրակի թեմի բոլոր հոգեվորականները մերժել էին պատարակ մատուցել, զեղչելով վեհափառ Հայրապետի անունը, ազգային անվտանգության ծառայության օգնությամբ այլ հոգեվորական էր եկել Յոթվերք եկեղեցի պատարակ մատուցելու։ Տեր Մկրտիչ Քահանա Մուշադյանը, Արմավիրի թեմից, Նավասարդ arczepiskopos Կճոյանը, Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նույնպես մասնակցում էին պատարակին։ Սակայն վերջին շրջանում, ինչ Փաշինյանն ու իր թիմն սկսել է մասնակցել կիրակնօրյա պատարակներին, միշտ եկեղեցում հայտնվում են քաղաքացիներ, որոնք հակառակ գործող իշխանության ցանկությանը հնչեցնում են վեհափառի անունը։ Այս անգամն էլ բացառություն չէր։ Որովհետև կատողիկոսի անունն եմ տվել ու մեր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազյանի անունն եմ տվել, դրա համար էլ ինձ հեռացրեցին եկեղեցուց։ Անվտանգության աշխատակիցները Փաշինյանի։ Վիճակը լարված էր նաև դրսում եկեղեցու բակում, թեմի հոգևորականները դատապարտել են պատարակին ներկա սրբազաններին։ Տեր նշան Քահանա Պանֆյորովի խոսքով իրենք իրենց հոգևոր մահկանացուն են կնքել Սուրբ Խորանի առջև։ Ուժով կատարված պատարակը պատարակ չէ։ Բիրտ ուժով արված պատարակը պատարակ չէ։ Ուրիշի կանոնի եւ վիճակի մեջ մտնելը նզովքի արժանի բան է։ Լավ, evեն մարդիկ ովքեր որ չհասկանալով թե պատարակը Սուրբ հաղորդության մոդենալ է աբաշխարությամբ, առանց աբաշխարության լկտիաբար մոդեցողները
մեր բոլոր եկեղեցու կանոններով, մեր հայրի ասածներով արժանի են նզովքի եւ իրենք իրենց անարժանորեն մոդենալով հաղորդությանը, իսկ որ իրենք այդպես են, իրենք դատապարտում են իրանց։ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Միքայել arczepiskopos Աջապահյանի եւ թեմի հոգեվոր տեսուչ գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ վաղը թեմը հրավիրում է Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում 7 վերքում Սուրբ եւ անմահ պատարագի, որը կմատուցի նորաոց Տեր Գառնիկ Քահանա Ավոյանը։ Երիցս նզովյալ է նա, ով կեղծ պատարակ կկազմակերպի տիրամոր 7 վերքերը խորհրդանշող մեր Սուրբ եկեղեցում։ Քրեակատարողական հիմնարկից տեղի ունեցածը դատապարտել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա շեշտել է 7 վերք եկեղեցին չի ներելու տիրամոր 8-րդ վերքը բացողին։ Քաղաքական դիվիդենտների համար հայ առաքելական Սուրբ եկեղեցին թշնամու պատվերով հալածողին ուզում եմ հիշեցնել անհուշ բերդում Արշակ Թագավորի աքսորի պատմական փաստը։ Ինձ ու սրբազաններին բանտում հանիրավի պահող հիշիր Գյումրիից սկսեցիր քո քայլարշավը, բայց Սուրբ 7 վերքը իմ կառուցած նուրբ նշանն ու ամենափրկիչը քո կործանման պատիժն են տալու, իսկ ես ու շատերը կաղոթենք քո անթիվ մեղքերի թողության համար։ Հայաստանի գործող իշխանությունը հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով շարունակում է ազգային եւ հանրային պառակտման գործընթացը։ Նոր բաժանարար գծերի սահմանումը հայրենի կուսակցությունը հայտարարություն է տարածել, կոչ են արել ստապ գնահատել տեղի ունեցողը, ձևավորել սեփական քաղաքացիական դիրքորոշում եւ համախմբվել առողջ ուժերի շուրջ։ Միաժամանակ գործող իշխանության քաղաքականությունն իրականացնելու համար կիրառվող մեթոդներն ու գործիքները հուշվում են, որ գործ ունենք արդեն նաև սեփական ժողովրդի նկատմամբ ուժի ցուցադրության հանրության ահաբեկման գործընթացի հետ։ Սա դառնում է իշխանության համար նախընտրական փուլի հիմնական մարտավարությունը եւ առնվազն չի բացառվում, որ ունի նաև այլ հեռահար նպատակներ, կապված այս իշխանության տարբեր ուղղություններով տված տարաբնույթ խոստումների հետ։ Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը քննադատել է իշխանության հարձակումը եկեղեցու վրա, երբ Հայաստանում եկեղեցին հալածանքների են ենթարկում, իսկ եկեղեցականներին ձերբակալում են, Անտիլիասն այդ քաջությունը ունեցել է եւ ունի ոչ ասելու։ Երբ Հայաստանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ հալածանքներու ձերբակալություններու ենթարկվին, Անտիլիասը այդ քաջությունը ունեցած է եւ ունի ոչ ասելու։ Երբ Հայաստանի մեջ ի վրաս մեր ժողովրդի շահերում եւ համազգային մեր քերակույն իդեալները կապեցին, Անտիլիասը ոչ ասած է եւ ոչ պիտի է։ Եվ սպիրկի մեջ երբ մեր ժողովրդի ինքնությունը վտանգի ենթարկված է, Անտիլիասը արդյուն բահակն է մեր ժողովրդի ինքնությունը բարևու իմաստով, երբ ցեղասպանությունը մեր ժողովրդին կամրեցվի, Անտիլիասը մեր ժողովրդի ցեղասպանության ճանաչման ռահբիրան եղած է եւ միշտ պիտի ըլլա։ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսատ ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է, հայտարարել է Մայրաթորը։ Եկեղեցին որոշել է հետաձգել ժողովը նկատի ունենալով Հայաստանում տիրող վիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում կալանավորումները։ Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը նոր զեկույց է հրապարակել Սամվել Կարապետյանի եւ եկեղեցու դեմ իշխանական արշավի մասին։ Ըստ փաստաբանի զեկույցի Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է եւ հստակ օրինակ, թե ինչպես են քաղաքական դրդապատճառներով կոպտորեն անտեսվում իրավական նորմերը։ Մեր նպատակը պարզ է՝ մերկացնել իշխանության ակնհայտ շեղումները օրենքի գերակայությունից եւ քաղաքական չեզոքությունից, որոնք լրջորեն վնասում են երկրի ժողովրդավարական հիմքերը, ասել է Ամստերդամն իր զեկույցում ու կոչ արել միջազգային հանրությանը անհապաղ եւ վճռական գնահատական տալ այս վտանգավոր վիճակին եւ պահանջել Հայաստանում արդարադատության սկզբունքի անհապաղ վերականգնում։ Այլ թեմաների մասին ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-հոկտեմբեր հունվար-հոկտեմբերի սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշները։ Թվերն այս անգամ էլ խոսուն են, քան պաշտոնական ամբիոններից հնչող հայտարարությունները, գրել է պետեկամուտների նախկին նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա խոսքով ֆինանսական, բյուջետային ու ժողովրդագրական տվյալները հուշում են մեկ բան՝ կոսմետիկ լուծումներով պետությունն առաջ չի գնում։
Ընդհանուր ակտիվության աճը պահում են կարճաժամկետ ոլորտները, շինարարությունն ու ծառայությունները, բայց դրանց ներքո տեսանելի է արդյունաբերության շարունակվող անկումը եւ արտահանման սահուն, բայց խորացող նահանջը։ Տնտեսության կառուցվածքը շարունակում է միակողմանի լինել։ Վարկային բեռի աճը գերազանցում է եկամուտների աճը։ Բյուջեն շարունակում է թերակատարել հատկապես ներդրումային հատվածը։ Իսկ բնակչության բնական աճի թվերը վկայում են երկարաժամկետ վտանգի մասին, որն այլևս չի կարելի անտեսել։ Այս շարքի նպատակը մեկն է ցույց տալ, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի տնտեսությունում թվերի ոչ թե սկզբունքավորված լռության շղարշի տակ։ Իսկ քաղաքային իշխանության օրակարգում Կասկադի նախագիծն ավարտին հասցնելու հարցն է։ Տիգրան Ավինյանը հերթական նիստի ընթացքում խոսել է այդ մասին։ Շատ կարևոր պայմանագիր ենք ստորագրել, շատ բարդ գործընթացներով անցած եւ տասնամյակների խնդիր ենք դրանով լուծում, եւ ոչ միայն խնդիր ենք լուծում քաղաքաշինական, այլ նաեւ քաղաքի համար ստեղծում ենք շատ կարևոր ենթակառուցվածք։ Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ։ Ավելի վաղ Ավինյանը հայտնել էր, որ մեկնարկում է Կասկադն ավարտուն տեսքի բերելու գործընթացը։ Տիգրան Ավինյանը հատուկ շնորհակալություն էր հայտնել Կասկադի հեղինակներին, որին արձագանքել է ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի թոռնուհին Մարիամ Գուրզադյանը, գրելով, որ քաղաքային իշխանությունն այս հարցում երբևէ չի ունեցել Գուրզադյան ընտանիքի աջակցությունը։ Մենք պնդել ենք եւ շարունակում ենք պնդել, որ Կասկադը պետք է ավարտին հասցվեր միայն նախնական հեղինակային նախագծի հիման վրա, ասել է թոռնուհին։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ բացահայտել է Տավուշի դպրոցներից մեկում 4-րդ դասարանի երեխաների իրենց համադասարանցուն ծեծելու դեպքը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Ավելի վաղ լրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Տավուշի մարզում մի խումբ երեխաներ դպրոցի հետնամասում ծեծի են ենթարկել իրենց համադասարանցուն, որին դեմքի շրջանում վնասվածքներով տեղափոխել են Իջևան բժշկական կենտրոն։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Իրանը լիովին դադարեցնի ուրանի հարստացումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Գլխավոր խոչընդոտը մնում է Միացյալ Նահանգների դժկամությունը ճանաչելու Իրանի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների, այդ թվում ուրանի հարստացման իրավունքը, համաձայն միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի։ Նա հավելել է, որ Իրանը կարող է ընդունել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ գործածման ժամանակավոր սահմանափակումներ վստահություն ձևավորելու համար։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարարության բյուջեի նախագծով նախատեսված է 2026 եւ 27 թվականներին Ուկրաինային աջակցելու համար հատկացնել $800 միլիոն։ Փաստաթղթի քննարկումը կոնգրեսը կսկսի այս շաբաթ։ Ավելին, օրինագիծը պարտավորեցնում է Պենտագոնի ղեկավարին զեկուցել ներկայացուցիչների պալատին եւ սենատին Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման կասեցման կամ դադարեցման մասին։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իսրայելում հանդիպել են վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկրների առաջնորդները Երուսաղեմում հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ կրկին խոսվել է Իսրայել-Գերմանիա ռազմադիվանագիտական եւ անվտանգության հարաբերությունների մասին։ Քանի դեռ Զելենսկին նախագահ է, նա չի համաձայնի տարածքներ զիջել խաղաղության դիմաց։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն է հայտարարել. Այսօր ոչ մի ողջամիտ մարդ չի ստորագրի տարածք զիջելու մասին փաստաթուղթ, քանի դեռ Զելենսկին նախագահ է, ոչ ոք չպետք է հույս ունենա, որ մենք տարածքներ կզիջենք։ Նա չի ստորագրի տարածքներ զիջելու մասին փաստաթուղթ, հայտարարել է նա։ Թրամփը հիասթափություն է հայտնել Զելենսկիի կողմից խաղաղության համաձայնագրի նախագծին չարձագանքելու կապակցությամբ։ Համացանցում են հայտնվել Ասադի եւ նրա խորհրդականի մասնակցության բացառիկ կադրեր, որտեղ քննարկում են Պուտինի արտաքին տեսքը։ Տեսել եք, թե որքան այտուցված է Պուտինը, հարցրել է խորհրդականը։ Ասադը պատասխանել է, դա ամբողջությամբ պլաստիկ վիրահատություն է։ Հնդկաստանի Գոա նահանգի գիշերային ակումբներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, հայտնում է Indian Express-ը։ Մահացածների մեծ մասը եղել են ակումբի աշխատակիցներ, ըստ նախնական տվյալների հրդեհը սկսվել է գազի բալոնի պայթյունից կամ ակումբում օգտագործված հրավառությունից։ Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգում ոստիկանը ծանր վիրավորվել է փոխհրաձգության ժամանակ, զինված անձը կրակել է քաղաքի կենտրոնական հատվածում, որից հետո փորձել է փախչել ոստիկանական ուժերից։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնու Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մենք կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։